Հակոբյան օրերս երկրորդ նախագահական հարցազրույցով հանդես եկավ, որտեղ իր մտահոգությունները հայտնեց երկրում ստեղծված իրավիճակից եւ նաեւ եւս մեկ անգամ խոսեց սահմանադրական փոփոխությունների ընդհանրապես անթույլատրելիության մասին։ Ստացվում է արդյոք, որ երկրորդ նախագահի եւ ազատամարտիկների ոչ իշխանական ուժերի նպատակը իսկապես մեկն է դառնում եւ այս առումով դուք վտանգներ չեք տեսնում։ Գիտեք ինչ, մենք արդեն մի անգամ հստակ հայտարարել ենք, երբ որ մեր ռազմավարական դրույթներ ազատամարտիկների դաշինքը իր ռազմավարական դրույթները հրապարակեց, այնտեղ մենք հստակ նշում ենք, որ ազատամարտիկների դաշինքը պատրաստ է եւ կամրջի դեր կատարելու եւ համագործակցելու բոլոր այն ուժերի, ովքեր որ օր ժամ առաջ իշխանապողություն են պահանջում ու ոչ թե սովորական իշխանապողություն, արմատական իշխանապողություն, այսինքն սկսած հանրապետության գործող նախագահից եւ շարունակաբար այդ բուրգի մասին խոսքը գնում։ Ես ճիշտ ասած, որ անկեղծ ասեմ, երկրորդ նախագահի հարցազրույցը չեմ կարդացել, որ անկեղծ ասեմ, հա, ու հստակ այդ շրջանակում ինչ որ բան արտահայտել երևի սխալ կլինի, իրոք չեմ կարդացել։ Իսկ նրա ընդհանրապես քաղաքականություն վերադարձի եւ նրա Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ ասոցիացման մտահոգություն չունեք, որ ի վերջո նաեւ ազատամարտիկների աջակցությունը կարող է որպես գործիք օգտագործվել մնացի։ Ես ուրեմն ոչ Բարգավաճի անունից եւ հատկապես ոչ երկրորդ նախագահի անունից հայտարարություն անելու կամ ենթադրություն անելու կամ ասեկոսներով առաջնորդող մարդ չեմ եւ ընդհանրապես բնույթից դուրս է։ Ես կարող եմ արտահայտվել զուտ այս բահին ազատամարտիկների դաշինքի իմ ընկերների, մարտական ընկերների անունից։ Ցանկացած պարագայում մենք ունենք հստակ մեր քաղաքական գիծը, արդեն հստակ կարող ասել, մեր քաղաքական գիծը, որը նորից եմ կրկնում, մեր ռազմավարական դրույթներում հստակ արտահայտված է եւ անկախ որևէ ուժի ենթակայությունից ազատամարտիկները երբեք որևէ ուժի գործիքը չեն դառնալու։ Ինչքան էլ որ հզոր լինի, ցանկացած առումով հզոր ես նկատի ունեմ, թե քաղաքական թե մյուս դաշտերում, որովհետեւ ես մի անգամ իմ հարցազրույցներից մեկում ասել եմ, հիմա ուզում եմ նորից փաստել 88 թվականին որևէ քաղաքական ուժ կամ որևէ անհատ քաղաքական գործիչ կամ որևէ կազմակերպություն կուսակցություն մեզանից որևէ մեկին ռազմաճակատի առաջի գիծ չի ուղարկել ու չի դարձել ես հայերեն ասել, մենք այդպեսին ծնվել ենք։ Մենք նույն սկզբունքների կրողն ենք, անկախ կրկնում եմ որևէ քաղաքական ուժից, մենք հստակ խնդիր ունենք մեր առաջ դրված եւ թող ժողովուրդը հաստատ համոզված լինի, որ մինչեւ վերջի կետը մեր նպատակի գնալու ենք։ Իսկ մեր գաղափարի մեր այսօր երագույն գաղափարը հայ ժողովրդի եւ պետականության անվտանգության ապահովումն է։ Ոչ իշխանական եռյակը հիմնական խնդիրը սահմանադրական փոփոխություններն է համարում առանցքային իր պայքարի։ Այ ազատամարտիկները միթե կարծում են, որ երկրում առաջնային խնդիր սահմանադրական փոփոխություններն են, թե այլ օրակարգ են առաջարկում ոչ իշխանական։ Իհարկե, ես ինքս այլ եւ իմ ընկերների մեջ նշող մեծամասնություն, եթե ոչ բոլորը, նույն ձևաչափի կողմնակիցն են, ինչ որ հիմա ես կասեմ, բան չի, ես չեմ կարծում, որ սահմանադրական փոփոխություններ կատարելով հայ ժողովրդի վիճակը շատ լավ բարելավվելու է, տնտեսական վիճակը բարելավվելու է, անվտանգությունն ապահովվելու է։ Գերագույն գլխավոր հրամանատարը պետք է դրանք ամբողջը ինչ պարտադիր է, ինչի նախկիններում որ ժողովուրդներն ու թագավորությունները այդ սահմանադրությունները հատուկ թղթի վրա դրած չունեն, իրենց ժողովրդի մասին չէին մտածում, թե ինչ որ մեկը պետք է գրի թղթի վրա, որ ժողովրդի մասին մտածես։ Մեր սահմանադրությունը այսօր էլ չի գործում, Իհարկե, եղած է, եթե գործի բավականին լավ վիճակ կներ, բայց հիմա մենք այդ առանց արդեն չօգտագործված դեն շոպարտած ինչ որ բանի վրա բերում ենք մի բան ենք ավելացնում, աղբի վրա աղբ ենք ավելացնում, ինչի մասին է խոսքը, աղբը պետք է մաքրել, նորի մասին մտածել։ Սահմանադրական փոփոխությունները առաջնային խնդիրը։ Ոչ, մեր առաջնային խնդիրը ես բազմիցս ասել եմ, նորից կրկնում եմ, մեր առաջնային խնդիրը միշտ ճշտել ենք, դա իշխանապողությունը մեր համար, այսինքն բան չի, ինքնանպատակ չի։ Մենք իշխանապողության հասնելով ապահովում ենք հայ ժողովրդի եւ պետականության անվտանգությունը։ Ես ինքս ժամանակին հրամանատար եղած, ես գիտեմ, վախեցող ընկրկող հրամանատար հետևից ոչ ոք առաջի գիծ չի գնում։ Մենք պատերազմի առաջ, փաստացի պատերազմի առաջ, արդեն սկսված պատերազմի առաջ կանգնած ժողովուրդ ենք։ Եվ վաղը, եթե Աստված մի արած ընդհանուր մոբիլիզացիայի եւ որևէ այդ կարգի բանի խնդիրին Աստված մի արած է։ Ես համոզված եմ, որ այդ ժողովուրդը այդ գերագույն գլխավոր հրամանատարի հետևից չի գնալու։ Այսինքն նշանակում է, որ այդ հարցն է պետք կարգավորել, նոր անցնել մնացած հարցերին։
Ամսի 5-ին Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը ազատամարտիկները նույնպես հայտ է ներկայացրել, այսպես մասնակցելու։ Կլինի արդյոք դա հանգրվան է, որից հետո ռեալ գործողություններ կհաջորդեն, եւ եթե դարձյալ հաջորդեն գործողություններ, մենք տեսանք այդ հանրահավաքային ակտիվ փուլից հետո ընդհանուր դադարք իրենց քաղաքական ոչ իշխանական եռյակի տեսնում ենք, որ այնքան էլ լավ հարաբերություններ չեն Բարգավաճ Հայաստան Սոցիալ եւ Հայաստանի կոնգրեսի միջև եւ կոնգրեսը չի մասնակցելու այդ խորհրդաժողովին, ինչ կանեն ազատամարտիկները, եթե ցանկալի գործողություններ եւ ռադիկալ գործողություններ։ Նախ ճշտենք մի բան, նոր տարուց առաջ մենք մի քանի խորհրդի անդամով այդ թեմայի շուրջ, որ ամսի 20-ին պետք է կայանար համաժողովի հետ կապված մենք մեր կարծիքն արտահայտեցինք եւ հստակ ասեցինք, այո, մենք տեղյակ ենք, որ ամսի 20-ին համաժողովը տեղի ունենալու Բարգավաճ Հայաստան կուսակցության նախաձեռնությամբ եւ մենք իհարկե, եթե մեզ կհրավիրեն այդ համաժողովին մասնակցելու, մենք իհարկե կմասնակցենք, որովհետեւ այսօր քաղաքական դաշտում կատարվող Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում կատարվող ցանկացած երևույթ իհարկե մեզ էլ է մտահոգում։ Իհարկե մենք ուզում ենք տեսնենք այդ քաղաքական դաշտը, որը դուրս է գալիս ուղղակի իշխանապողության, մենք ինքներս որպես ազատամարտիկ, որպես ժողովրդի պաշտպաններ, ում եւ ինչի հետ գործ ունենք, առաջի խնդիրը դա է մեր մասնակցության եւ իհարկե ուզում ենք նաեւ տեսնել քաղաքական դաշտի այնտեղ բազմաթիվ ներկայացուցիչ կան, մենք անցյալ անգամ որ հավաքվեցինք տեսանք, բազմաթիվ ճանաչված քաղաքական գործիչներ կան եւ իհարկե բոլորի կարծիքն է մեզ այսօր իհարկե անհրաժեշտ է որ իմանանք մենք։ Հենց ոչ թե մեր համար ինչ-որ բան ճշտելու, մենք մեր համար ճշտած ունենք մեր քաղաքական դաշտը ճշտած ունենք, բայց մեզ այսօր պետք է տեսնենք այն ուժերը, որ այսօր հանրահավաքները կազմակերպել են կամ կազմակերպելու են, իհարկե կազմակերպելու են եւ հետագա գործողությունների պլան են հրճակելու, մենք ում հետ գործ ունենք եւ իրենց բանդրված այսօր առաջնահերթ պահանջները որոնք են արդյոք։ Այսինքն, եթե մենք ուղղակի գնում ենք համանդրական բարեփոխումների որոշ ժամանակ ենք տալիս իշխանություններին այդ փոփոխած կետերը իրականացնելու համար, կամ ասենք ուղղակի դնում ենք պահանջներ նախարարների կաբինետ փոխելու առայժմ դրանով բավարարվում ենք ինքն էլ համաձայնում ասում կոալիցիոն ուժերից կաբինետ կազմակերպենք, բայց բանի գլուխը, այդ բուրգի գլուխը մնում նույնն է, իհարկե մենք այդ գծի հետ համաձայն չենք։ Դրա համար մեզ պետք է քաղաքական դաշտը ճշտենք, մենք մեզ համար, որովհետև Այսպես սա նաև հետաքրքիր ֆիլտր իլյուստրացիա կլինի։ Միանշանակ, իհարկե։ Ես այնտեղ անցյալ անգամ դե որ չկայացավ իհարկե առավոտից հավաքված էինք ու ես տեսա բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք որ վերջի 25 տարում քաղաքական դաշտում բավականին ակտիվ գործունեություն են ցավալել։ Այսօր ես իրանց հետ ոչ թե չեմ շփվում, բայց մի բան է, երբ որ կուլիսներում կամ ասենք մի փոքր հոդվածով կարծիք ես արտահայտում եւ մի ուրիշ բան է, երբ որ դու ամենայն պատասխանությամբ կանգնում ես այդ ամբիոնի առաջ ու հայտարարում ես, որ այո, այսօր քո քաղաքական ծրագիրը հենց սա է, որ կա ու չէ շեղվելու դրանից։ Ու մենք միշտ ասել ենք Աստվածչանի որևէ մեկը շեղվի, այսօր արտահայտած է, այսօր ասում է, որ ես գնում եմ ուղղակի իշխանափոխության, կարևոր չի, ով է կամ ինչ քաղաքական ուժ է, կամ ես եմ, կամ Աստված Սերուտանի ազատամարտիկների դաշինքն է։ Այսօր իլուր ամբողջ աշխարհի ու հատկապես մեր ժողովուրդը մենք ասում ենք, որ այո, մեր գերնպատակը այսօր առաջնահերթ քայլը գերնպատակի դա ֆունդամենտալ կորդինալնի բանն է իշխանափոխությունն է ու հանկարծ գալիս է մի պահ հասնում, որ ինչ որ բանից ելնելով մենք ասում ենք լավ ժողովուրդ մի քիչ էլ սպասեք, իհարկե չեմ կարծում որ դա նորմալ է։ Այսինքն ազատամարտիկները արագ իշխանափոխության եւ արտահերթ ընտրությունների կողմնակից։ Միանշանակ, ասեմ, շատ կարևոր, որովհետեւ կարծիք եմ իջում, որ այս բոլոր գործողությունները տանում են հերթական ընտրությունների պատրաստվելուն, այսինքն այս բոլոր գործողությունները միտված են 2017-18 թվականների ընտրությունների նախապատրաստվելուն։ Գիտեք, մենակ միամիտը տենց միտք կար արտահայտի։ Մարդ, որը որ հանրապետությունում տիրող իրավիճակին տեղյակ չի։ Մարդ, որ չգիտի այսօր հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, մարդ, որ չգիտի ինչքանով է պահպանված հայ ժողովուրդը արտաքին ուժերից։ Եթե մենք առաջ դրան ասում էինք ուղղակի դրսի մարտահրավերներ, մենք այսօր արդեն փաստի առաջ ենք կանգնած, մարտահրավերները նետված են արդեն։ Այսինքն մարտահրավերները նետված են, հայ ժողովուրդ, հայ պետականությունը որպես այդպեսին հիմա պատրաստ չի դրան։ Խոսքս Ադրբեջանի մասին չի, Ադրբեջանի հետ կապված մենք շատ լավ պաշտպանված ենք, մեր բանակը փառք Տիրոջ է, իր ֆունկցիաները լրիվ կատարում է, ցավում եմ այն տղաների համար, որոնք վերջի 20 օրվա ընթացքում հատկապես զոհվեցին իրենց ընտանիքներին, իսկ մեր ընկերների կողմից ցավակցություն եմ հայտնում։ Խնդիրն ուրիշ է, խնդիրն ընդհանուր գեոպոլիտիկ այդ աշխարհակաղակական բանն է, խնդրի շուրջ է։ Մենք 4 կողմից ցավոք սրտի հենց ուժերով ենք շրջապատված, որ մենք պետք է պատրաստ լինենք։ Եթե մենք անցյալ դարի սկզբին
Արևմտյան Հայաստան կորցեցին մեր ժողովուրդը փախնելու տողներ, հիմա Աստված ջանի այդ վիճակին հայտնվում ենք, մենք գնալու տեղ էլ չունենք։ Մեր վերջի կռիվն է, կամ մենք որպես պետություն, որպես ժողովուրդ ճակատներս բարձր կանգնած պահպանում ենք մեր երկիրն ու հողը, գոնե այս վերջի կտորը, ինչ որ թողել ենք, ու հետագա ծառայողների համար ենք սկսում աշխատել, մեր վաղվա սերնդի ու զավակների համար ենք սկսում աշխատելն ու պայքարելը, կամ Աստված գիտի ինչ վիճակում կհայտնվենք։ Այնպես չլինի գնանք նորից Եվրոպաներում սուրը գրկենք նստենք լացենք ասենք մեր հայրենիքը մեր ձեռքից խլեցին կամ գնանք Ֆրեզնոներում կամ Աստված գիտի որտեղ կարտականի լացուկոցով։ Խորհրդաժողովին դուք ինքներդ ձեր պահանջներն եք ներկայացնում։ Չէ, մենք այնտեղ ուղղակի մեր տեսանկյունը կրկին անգամ կարտահայտենք, մենք արդեն որոշած ունենք մերոնցից ովքեր պետք է ելույթ ունենան, հա։ Մեր ընդհանուր ես կարծում եմ այնտեղ սենցա որ ամեն մի քաղաքական ուժ, որ այդտեղ հրավիրված է ներկա գտնվելու, իր քաղաքական տեսանկյունն է արտահայտելու, այսինքն սա համախմբման նոր ձև է, վերջի տարիներին մենք այդ մի քանի անգամ փորձել ենք քաղաքական ուժերը, կարծես թե մի բան ստացվել է, հետո չի ստացվել։ Հիմա փառք Աստծուն, երկար տևեց այդ ստացվելու process-ը, բայց կարծես թե ստացվում է։ Պարոն Հակոբյան, կարծում եք, որ ոչ իշխանական ուժերը իսկապես ուզում են արագ երկրում փոփոխություններ, իսկապես կա նրանց կողմից այդ կամքը, քաղաքական կամքը գնալու կտրուկ փոփոխությունների։ Մանավանդ որ նրանցից շատ-շատերը այսօր էլ Հայաստանում ապրում են բարեկեցիկ կյանքով եւ ամենահարուստներից մեկն են եւ հենց այս իշխանության օրոք են նրանք ձեռք բերել այդքան հարստություն։ Իհարկե, դուք ճիշտ եք նկատում հարուստների շարքում են, բայց ես չեմ կարծում, որ այսօր իշխանություններից որևէ մեկն նրանց այդ հարստությունը նվեր տվել։ Ի տարբերություն շատ-շատերի, որոնք որ ժամանակին ստեղ թալանեցին ու վերցրեցին իրանց եղածը գնացին Եվրոպաներում կամ Միացյալ Նահանգներում կամ այլ երկրներում, կարևոր չի արդեն որտեղ այնտեղ դարձան միլիարդատերեր, ես իհարկե մեր ընկերներին ում մասին որ դուք նկատի ունեք, ինձ չեմ համատում նրանց հետ։ Ես վերջի 20 տարուց ավել տեսնում եմ այդ մարդուն ստեղ ջատագովը աշխատում է իր ստեղծած, ունես չի որ ասենք որևէ իշխանություն այդ իրան նվեր տվել։ Լինել խոշոր բիզնեսի դաշտում ու մանավանդ մեր երկրի պես կոռումպացված երկրում չտալ չառնել sense քուչի լեզվով ասած չտալ չառնել ինչ որ մեկի հետ հնարավոր չի մանավանդ հիմա այս պարագայում ես արմանում եմ որ լիքը այսօր մարդիկ կան որ իշխանական դուդուկի տակ չեն ապարում հենց ասենք այդ հարուստների շարքում որոնց ես շատ հարգում եմ որպես մարդ ընդունում եմ բայց ես համոզված եմ որ իրենց պատվախնդրությունն ու իրենց պատիվը իրենց մարդ որպես այդպեսին կերպարը հազար անգամ ավելի շատ է քան թե ասենք ձեռբերած մի քանի միլիոնը մի քանի օրվա մեջ կամ մի քանի ժամվա մեջ կան տարբերությունները հսկայական են ես հասկանում եմ դուք ինչ հարց եք տալիս բայց տարբերությունը հսկայական է այսօր նաև մենք թե պետական ապարատում թե մեր պաշտպանության նախարարությունում, թե ոստիկանությունում ցավում եմ բոլոր կազմակերպությունների համար մենք ունենք որոշակի չինովնիկներ, որոնց իրենց ուսադիրների վրայի աստղերի քանակը իրենց պատվից ավելի վեր են դասում։ Ունենք պետական պաշտոնյաներ, դա մամլոխոսնակ կլինի, Աստված գիտի ինչ կլինի, կարևոր չի, չանձնավորենք, հա, բայց ընդհանուր այդ երևույթը բոլորս տեսնում ենք, եթե անհրաժեշտություն կլինի, իհարկե կանձնավորենք նաև դե դրա խնդիրը կառաջանա։ Մարդիկ, որոնք որ այսօր այդ ընդհանրապես պետական պնակից օգտվելու զուտ մենակ այդ պատճառով իրանց ամեն ինչը թողել են մի կողմ, իրանց ընտանիքին, երեխեք, իրանց պատիվը ամենակարևորը։ Եվ որ դուրս են գալիս փողոց, հաստատ գիտեմ, որ իրանց մասին որևէ մեկը լավ չի արտահայտվում։ Բայց էսա ամբողջ իրականությունը, ցավոք սրտի դա է իրականություն։